Պարոն Կարապետյան, բարև ձեզ։ Բարև Ալիկ ջան։ Ոնց եք։ Շատ լավ, դու ոնց ես։ Երեկվա հանրահավաքից հետո ավելի ուժեղ։ Պարոն Կարապետյան, երեք քարոզ արշավի առաջին օրն էր եւ դուք ձեր առաջին հանրային ելույթ ունեցաք, ոգեշնչեցիք մեզ եւ հաղթական էներգիա տվեցիք։ Խնդրում եմ կասեք, դուք ինչ տպավորություններ ունեք երեկվանից։ Ինձ համար շատ հետաքրքիր էր։ Քանի որ դուք սյուրպրիզ եք պատրաստել, ես պատկերացում չունեի, որ տանից դուրս գալուց տան հայատում կտեսնեմ այդքան մարդ։ Ես մտածում էի, որ բոլորը ցանկապատի այն կողմում պետք է լինեն։ Եվ տանից հենց դուրս եկանք, անմիջապես ես հիշեցի 25 թվականի հունիսի 17-ը, երբ տանից ես դուրս եկա, մարդիկ պայքարում էին ոստիկանության դեմ, ինձ չկալանավորելու համար։ Դրա համար ես մտքով տեղափոխվեցի այդ օրվան։ Մի բան նույնիսկ ինձ մոտ հուզմունք առաջացավ, որ ստացվում է մեր ժողովուրդը, մեր ընկերները 1 տարի շարունակ պայքարելով այս անիմաստ ռեժիմի դեմ, նույն էմոցիաներով, նույն համարձակությամբ պատրաստ են ամեն օր պայքարել, մինչև մենք ունենանք մեծ հաղթանակ։ Եվ երեկ նրանք ինձ ներշնչեցին, որ մենք պարտավոր ենք ազատագրել մեր երկիրը այս չարիքից։